Գիշեր ասում են պապան գալու է։ Ինչ անելու է։ Իրա տղան էլ էր ամեն անգամ մեզ տեսնելուց ժպտում էր, sense նայում էր դեմքից, ծիծաղում էր, թքում էր գետնի, sense ոտով տրորում էր, նորից ֆռում էր նայում էր դեմքից, սկսում էր ծիծաղել։ Համացանցում այսօր հայտնվեց ՔՊԱ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու կադրերը։ Դրանից հետո լուրեր շրջանառվեցին, որ Հակոբյանի ենթադրաբար ծեծի է ենթարկել մեկ այլ ՔՊԱ-ական ավականու անդամ Նաիրի Հակոբյանը։ Թե ինչ կապ ունի Հակոբյանն այս ծեսկրտուքի հետ, թող պարզեն իրավապահները։ Իշխանություն լրատվականը հարցազրույց է ունեցել վերջինիս կնոջ հետ, ով պատմում է, թե ինչպես է Հայկ Կոնջորյանի եղբայրը պարբերաբար մեքենայով շրջել իրենց տամբակում եւ հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ։ Որն է եղել երկու ՔՊԱ-ականների միջև վեճի առարկան։ Լսենք Նաիրի Հակոբյանի կնոջը։ Ես Անուշ Նամբեժանյան, Նաիրի Հակոբյանի կինը, արդեն տևական ժամանակ է անընդհատ երեկոյան ժամերին ու ժամերին, չգիտեմ ինքը ոչ սթափ վիճակում, թե ինչ կարգավիճակում, անընդհատ գալիս է հայհոյանքներ է հնչեցնում, հասնելով մեր պատուհանի տակ, հնչեցնում այդ հայհոյանքները, ինչին որ ներկա է նաև գտնվե իմ 12 տարեկան աղջիկ երեխան, ով սարսափած իր սենյակից գալիս էր վազում էր իմ մոտ, մամ, այս ինչա, մամ, այս ինչա։ Մինչև հասնում էր մեր պատուհանները արդեն մեր տան մոտով որ անցներ, այդ հայհոյանքները այդպես հնչեցնելով մինչև վերջ գնում էր։ Քանի անգամ է նման դեպք եղել։ Օй շատ, բազմիցս եղել է, ուղղակի ես անդադ սենց չեմ, որ ինչ որ բաներից ձերծ մնանք, ասենք անընդհատ ես ասել եմ, ձեն չեմ անել, բան։ Ձեր ամուսնուն տեղյակ չեք պահել։ Չէ, ես պահել։ տեղյակ չեմ պահել, Նաիրին ոչինչից տեղյակ չի եղել։ Ուղղակի այս վերջի դեպքը արդեն որ եղավ մի քանի օր առաջ նույն ձևով էլի նույն կարգաճը, բայց ոչ արդեն իր մեքենայով չէր արդեն, այս վերջի դեպքը ուրիշ մեքենայով էր եւ բարեկի ուղեկցությամբ։ Ձեր կարծիքով ինչու է այդպիսի գործողությունների գնացել, ինչ հարց է եղել ձեր ամուսնու հետ։ Անկեղծ ասած, միշտ լավ հարաբերությունների մեջ են եղել, ոչ մի տենց ինչ որ մի բան չեմ կարող ասել, որ վատ հարաբերությունների մեջ լինեն, ուղղակի աշխատանքից ազատելուց հետո ինքը արդեն սկսեց բարբերաբար այս հայհոյանքները հնչեցնել այն վերջի աստիճանի բառերով ինքը հայհոյելով պատուհանից տակով մինչև վերջ հասնում է այն տեղը, որտեղ էլ չենք լսի։ Մինչև վերջ ինքը հայհոյելով գնում է։ Ձեր ամուսինը հանդիսանում է Միլիոն ընկերության փոխտնօրենը եւ նա է հեռացրել աշխատանքից։ Ինչու՞։ Ինչն է եղել պատճառը։ Անկեղծ ասած, ես չգիտեմ, ես իրանց գործնական հարցերին ոչ մի բանի չեմ խառնում, ես տեղյակ չեմ։ Իսկ այսպես ասեմ, հա, որտեղից Կոնջորյանին այդքան դուխ, ինչպես է կարողացել պարեկների ուղեկցությամբ, ընդ որում դուք ասում եք, որ պարեկներ են եղել, այդպիսի քայլեր անել պարբերաբար։ Վերջի դեպքը պարեկների ուղեկցությամբ է եղել, երևի իրեն իր աղբոր մտածելով, որ իր աղբերը իր թևերը տվել իրան, էլի, որ ինքը կարա այդպես բան անի, չգիտեմ, չեմ կարող։ Ես չեմ ուղղակի այն որ ես ինչքան կարամ անդադ այս մի քան ինչքան տևական ժամանակ անդադ ստրեսի մեջ, անդադ վախերի մեջ, իմ երեխեքն էլ իմ հետ հանդերձ։ Քանի երեխա ունեք։ 4 երեխա ունեմ։ Եղբայրը падգամավոր Կոնջորյանը տեղյակ եղել է այս ամենից։ Չգիտեմ։ Վերջո ձեր ամուսինը նույնպես ՔՊԱ-ական է, ավականու անդամ է հանդիսանում։ Բայց տեղյակ չեմ իմանում, ես իմ ամուսնուն ոչինչ չեմ ասել։ Այս ամենի մասին ինքը տեղյակ չի եղել, ես իրան չեմ ասել մտածելով որ ձերծ պահեմ ինչ որ բաներ, ես իրան ոչինչ չեմ ասել։ Իսկ ալկոհոլի ազդեցության տակ է եղել, թմրանյութի։ Այ չեմ կարող ասեմ, բայց այն վիդեո տարբերակներն որ չգիտեմ, իր այդ հնչեցրած հայհոյանքները իմ ուղեղում չտեղավորվում էլ, իմ գիտակից մարդ է որ իմանալով հանդերձ որ չափած աղջիկ կա տանը, երեխեք կան, ոնց կարա կին, մայր, ոնց կարա գա այդ աստիճանի հայհոյանքներ հնչեցնի պատուհանի տակ։ Ձեր ամուսնուն մեղադրում են, կասկածում են, հա, Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչ կասեք։ Ոչինչ, ինչ պիտի ասեմ, չգիտեմ, չեմ ասում են, բայց ինքը չգիտեմ։ Դուք օրինակ ինչ եք կարծում, որ դիմեիք ժամանակին իրավապահներին, հնարավոր էր կանխել այս ամենը։ Ինքը ինձ թվում է դժվար, ինքը իր եղբայրով շատ է, ինքը իր մտածում է, որ իր եղբայրը իր թիկունքին կանգնած է, ոնց ուզեն, ինչ ուզեն կարան անեն։ Ինչպես։ Դե հիմա մեղադրում են, որ ինքը, չգիտեմ, չեմ անում, ինքը եթե ինչ որ մեկը, նույնիսկ հիմա մեկը փաստ այն, որ բարեկը ուղեկցել է։ Լավ, այդ բարեկը չտեսավ։ Ինչա կատարվում։ Քանի անգամ եք նկատել, որ բարեկի ուղեկցությամբ է սեռական բնույթի հայհոյանք նկատել ես բարեկի ուղեկցությամբ որտեղ եղել է այդ ժամանակ այդ մի անգամը էլի տանն էի, որ հայհոյանքները հնչեցրեց, աղջիկս իր ննջասենյակից վազելով էլի եկավ, մամա էլի եկել է,
Ես շուշուտ պատուհաններն էի ուզում փակեի, այդ պահին նկատեցի, որ ինքը հայհոյելով գնում է, պարեկն էլ իրեն ուղեկցում է։ Նույնիսկ մարդիկ էին անցնում այդ ընթացքում։ Բայց ոչ մի ազդանշան, ոչ մի բան չի եղել, որ թեկուզ խոչընդոտեն, ասեն կանգնիշ տեսնենք, այսինչ հայհոյանքներ ես իջեցնում։ Շնորհակալություն։